Ես վստահ եմ, որ Հայաստանում պատշաճ ջանքեր չի գործադրվել, որպեսզի ստիպել միջազգային համապատասխան կառույցներին չփակել աչքերը, չձևանալ կույր, խուլ եւ համր։ Ես փորձեցի որպես մարդ այդ անձնական նախաձեռնությունը իրականացնել, ինչ շղթայելով նաեւ Եվրամիության դեսպանատան մոտ, բարբերաբար այդ թեման իմ կուսակից ընկերներն են բարձրաձայնում։ Այսօր մենք քաղաքապետարյանների շարքում ունենք նաև ընկերներ, բացի քաղաքական գործընկերներից, բայց պետք է ասել, որ դա բավարար չի։ Պետք է դուրս հանել բոլոր դեսպաններին, որոնք Հայաստանում ներկայացնում են երկրներ, որոնց համար ժողովրդավարական արժեքները մինչև 18 թիվ շատ կարևոր էին, իսկ հիմա գեոպոլիտիկ խաղերի մեջ ցախ են դարձել, էլի։ Սարքել են ցախ այդ իրանց արժեքները, գցում են գեոպոլիտիկ վառարանի մեջ, որ Նիկոլը տակ մնա, այսպես ասած, չմրսի հանկարծ։ Այդ բոլոր կառույցներին պետք է հանել կոմֆորտ զոնայից։ Դա դժվար բան չի։ Ո՞նց է պետք։ Շատ պարզ, նայ, շատ պարզ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ դա արեք։ Դա ցավոք սրտի միայն ընդդիմության կամ այդ մարդկանց բարեկամների խնդիրը չի։ Ես իհարկե զիջում եմ պարոն Դանիելյանին ձայնի տեմբրով, բայց կարծում եմ ասածս պակաս հետաքրքիր չի։ Մի րոպե, ես հեսա մի հատ բան եմ ուզում ձեզ ցույց տալ, որպեսզի դուք հասկանաք ինչի մասին է խոսքը։ Եվրամիության դեսպանատան, այս ներկայացության բանն եմ ուզում բացել, կայքը մի վարքյան, հազար ներողություն, արժի սպասել։ Ահա, Եվրամիության միսիայի գրասենյակի պաշտոնական կայքը Հայաստանում։ Նայում ենք լուրերը։ Պարզվում է օրեր առաջ իրանք նշել են ուրեմն gender-based violence-ի հետ կապված օր, այսինքն գենդերային հիմքով բռնությունների օր։ Լիդիա Մանթաշյանը գենդերային հիմքով չի նստած։ Միակին բանտարկյալը։ Celebrating 25 years of women, peace and security։ Ни хрена себе։ Peace and security են celebrate արել Հայաստանում։ Ու մեկը չի եղել այդ celebrator-ների մեջ գնա ասի ծոց, մադամ միսիե, հեր, ես մի ոնց են կուզում դիմեք։ Ես քաղաքապետարյանն եմ իմ երկրում peace չկա, security չկա ու չկա, բայց լավ, այդ ձեր գործը չի սպայն, այդ մեր գործն է։ Բայց դուք եք, չէ, տարիներ շարունակ մեզ հաջորդը, այս ինչ միջոցառումը Ջերմուկում, այս ինչ միջոցառումը Եղեգնաձորում, այս ինչ միջոցառումը Գորիսում։ Ընդամենը 1-2 ամսվա լրահոսն եմ ձեզ ցույց տալու։ Լավ, այդտեղ այդ տասնյակ հարյուրավոր մարդկանց մեջ մեկը չկա գնա ասի տիկին դեսպան, պարոն դեսպան, մեր երկրում քաղաքապետարյաններ կան։ Իրանք շարունակելու են դնել խուլ այն 3 կապիկները հիշում եք։ Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ խոսում, ոչինչ չեմ լսում։ Իրանք շարունակելու են դա անել, իրանք պետք է հանել կոմֆորտ զոնայից։ Իրանք պետք է դադարեն այստեղ իրանք առաքելությունը դիտարկել բացառապես Նիկոլ Փաշինյանի վակցինացիայի կամ այսպես ասած իշխանությունը երկաձգելու գործի։ Ես նաիվ չեմ։ Մարդ շատ քիչ մարդ է Հայաստանում կներեք եվրոպական կառույցների հետ այդքան աշխատել ինչքան ես։ Ես բացարձակ նաիվ չեմ։ Ես հասկանում եմ ինչա գեոպոլիտիկան, շատ ավելի լուրջ, քան այսօր այդ պոլիտիկայով զբաղվող մարդիկ, բայց անգամ գեոպոլիտիկայի դեպքում տիկին եւ տեր արևմտյան դեսպաններ այդ գեոպոլիտիկայի դեպքում անպայման է աչք փակել մարդու իրավունքների ոտնահարումների վրա։ Չէ՞ որ Ուկրաինայի պարագայում դուք այդպես չեք անում։ Այստեղ այս դալիճում Եվրոնեստով նիստ էր, կհիշեք մի 2 շաբաթ առաջ, ընդունվեց դեկլարացիա, որտեղ Ուկրաինայի իշխանություններին, ասում եմ Ուկրաինայի, որին ամեն աշխարհը պաշտպանում է միլիարդներ, Լյուբիմչիկնավ եւ այլն արևմուտքի, գրած է, որ կոռուպցիա կա, որ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները ոտնահարվում են, այսինքն եթե Զելենսկին ձեր Լյուբիմչիկը դիտարկելով ունեք այդ քաղաքական որոշումը եւ խիզախությունը պահելով գեոպոլիտիկան ցույց տալ մարդու իրավունքների հարցը, բա Նիկոլին այս դեպքում խի նույն բանը չեք անում։ Էլի ձեր խաղերը խաղացեք, այդ մեր թուլությունն է, որ դուք կարող եք այդ խաղերը խաղալ դեռ Նիկոլի հետ։ Բայց լավ, մարդու իրավունքների թեմա խիա ձեր համար այտենց ամոթ է, չէ։ Ես նորից եմ ամենադեվալվացված բառը անգլերենում, դիվանագիտական անգլերենում value-ն է։ Այսինքն դեվալվացիա ամենաարժեզրկված բառը արժեքն է։ Եվ սա եվրոպական, քաղաքական եւ ամերիկյան քաղաքական ֆիասկոն է, հատկապես եվրոպական։ Եվ ես նորից ձեզ կրկնում եմ, պետք է ամեն առիթով նրանց բզել,
ռեստորանում մոտենալ, շատ կիրճ, շատ հանգիստ, մոտենալ կաֆեում, մոտենալ իրանց մարզային այցերի ժամանակ, ասել, թե չի իրանք շարունակեն մեզ դիտարկել որպես էթնոգրաֆիկ թանգարան։ Եկել են, կայֆավատ են անում, տես մի հատ տարազ, մարազ, քյաբաբ, մաբաբ, գինի, արենի, կժականա, գնացին։ Ինչ են տեսել։ Ես ինչի մասին եմ խոսում, ցավտանում։ Որպես ստաժավոր կամ վատարկյալ, հա, որ հիմա դրսում եք։ Ստաժավորը Մամիկոնն է, ամենաստա, number 1-ը Մամիկոնն է։ 2019 փարտիներ չեն։ Ճիշտ ես ասում, Փայլակ ջան, չէ մի րոպե, Փայլակը մանրամասնում է իր նախորդ ռեպլիկա։ Փայլակ ջան, իրանք դա տեսել են։ Իրանք դա կարան ուտեն, բարով ուտեն, բարով վայելեն, բարով են եկել մեր երկիր, բայց իրանք մանդատի մեջ մտնում է նաև ես այսօր ընթերցեցի ընդամենը մի միջազգային կառույցի մանդատ, ԵՀԿ խորհրդանական վեաժողովը ունի մարդու քաղաքական բանտարկյալներով զբաղվող հատուկ զեկուցող ցավտանը։ Այդ զեկուցողի զեկույցները կարդում ես, ասում են դաժե Ադրբեջան չկա։ Դաժե Ադրբեջան, հələ մոռանանք մի պահ ռազմագերիներ Արցախ, պրոստը Ադրբեջան որպես ԵԱԿ տարածքում մարդու իրավունքների մաման լացացնող երկիր չկա գրած։ Ակնհայտ է, չէ՞ որ իրանք շարունակելու են այդ մեզանից էլ ինչ է հասնում։ Մեզանից հասնելու է պնդել, կներես քո վրա ցուստան, բռնել, խոսել, անհանգստացնել, պետք է հանել իրանք կոմֆորտ զոնայից, այդքան մի բան։ Եվ դա հնարավոր է։ Այսքան պատգամավորների ՀԿ-ների ներկայությունը վկայում է ջան կներես այն մասին, որ եթե ամեն մեկը այսօրվա բանի առիթով մի հատ այդ մեյլերը ես կարամ հրապարակեմ Freedom House-ներից մինչև State Department-ների նամակ գրի հիմնավոր ես դες հավաստիացնում եմ այդ հարցը տեղից կշարժվի եթե մեր սփյուռքի եղբայրներն ու քույրերը գնան իրանց դեսպանատների մոտ ասեն ես ինչ եք անում ես ինչ եք անում դու ես ձեզ ընտրել եմ դու իմ հարկերից սնվում ես տիկին դեսպան կամ պարոն դեսպան իմ երկրում ասես բան է կատարվում խիձն չես անում այս բոլոր հարցերը լուծելի են